ուսանողներ, մանկական մաքուր, անաղարտ հոգու, չքնավ վարպետներ, մեր ուսուցիչներ։ Եվ նրանց, ովքեր նստած են այստեղ, և բոլոր նրանց, ովքեր մեզ նման, սպասում են ուրախ այս մեծ հանդեսին։ Դե լսեցեք, ականջ արեք, մանուկներիս հայազգի, եկեք տեսեք, ինչ ուրախ ենք, տոնն է հայոց գրերի։ Այսօր հիշարժան օր է մեզ համար, օր, որ մեր հիշողության մեջ դեռ կմնա երկար ժամանակ։ Մենք արդեն սովորել և հյուրասել ենք Մարտոցյան Այբուբենի բոլոր տառերը։ Մենք գված ենք մեր տառերով։ Տառերի հետ մեկտեղ մենք սովորել ենք տարբերել լավը վատից, գեղեցիկը տգեղից, կարելից, հիկարելից։ Սովորելուց բաչի ստ կարևորը պահել ու պահպանել, ներ չասնոջել կպերաճը։ Ողջույն ընկերներ, ես փոքրիկ իշխանն եմ, տեսեք ինչ հետաքրքիր գիրք եմ ինձ նվիրել, ես շատ երջանիկ եմ, որ ապրում եմ այս փոքրիկ մոլորակի վրա, իմ միակ մամունքը այս նկարազարդ գիրքն է,
տեսեք, անունել չունի։ Վայ, չէ, ունի, ոչ ինչպես կարդամ, հոգնել եմ արդեն նույն նկարները անընդհատ նայելուց, միշտ նույն դեմքերն են, նույն պատկերները, եթե կարողանայի կարդալ այս գիրքը, շատ հետաքրքիր կլիներ։ Փոքրիկ իշխան, որպեսզի քո հարցի պատասխանը գտնես, պետք է շրջես 4 մոլորակներով։ Դրանցից մեկում կգտնես քո գրքի գաղտնիքը։ Քեզ մաղթում եմ, հաճելի ճամփորդություն։ Ես քեզ չեմ լքի ու կբացահայտեմ քո գաղտնիքը։ Էհեյ, ով կա այստեղ։ Ում ես դու փնտրում։ Ես ուզում եմ իմանալ որտեղ եմ ես և կարող եք արդյոք ինձ օգնել։ Դու մի մոլորակում ես, որտեղ բոլորը նկարիչներ են և այստեղ բոլորը իրար հասկանում են նկարներով։ Կերպարվեստը արվեստի կարևոր ճյուղերից մեկն է, հա մեծանկարիչներից են Թոզ, Ռոսլինը, Սարգիս Պիծակը, Հովհաննես Այվազովսկին, Մարտիրոս Սեյրանը և ուրիշներ։ Դե հիմա ասա, ինչով կարող եմ քեզ օգնել։ Այնտեղ, որտեղ կարողանամ կարդալ իմ գիրքը, այնտեղ էլ ես կմնամ, որովհետև ես երջանիկ եմ այս գրքով։ Ես տեսնում եմ միայն նկարներ, իսկ մնացած մասով չեմ կարող քեզ օգնել, կներես ընկերս։ Բայց վստահ գրքերին նրանք ամենամտերիմներն են, գրքը լուսավորում են հոգին, մարդում է ճարխնասում լավագույն ձգտումները, սրում նրա միտքը և մեղմացնում սիրտը, վերցրու գիրքդ և գնա երազանքի ետևից։ Ով կարող է օգնել ինձ։ Ողջույն, անծանոթ ընկեր, ով ես դու և ինչ ես անում մաթեմատիկոսների մոլորակում։ Ես փնտրում եմ նրան, ով կարող է օգնել ինձ բացահայտել այս գրքի գաղտնիքը։ Դուք կարող եք օգնել ինձ կարդալ այս գիրքը։ Լուծել, գումարել, հանել ու միայն թվերը, բայց ոչ կարդալ։ Կարդալն ինչ է, այլ էլ անծանոթ նշաններով։ Ոչ ընկերս, ես քեզ չեմ կարող օգնել, բայց մի խորհուրդ կարող եմ տալ։ Սիրիր մաթեմատիկան, այն գիտությունների թագուհին է։ Որտեղ կբացահայտեն իմ գրքի գաղտնիքը, ես չհուսահատվի և կգտնեմ այդ մոլորակը։ Սա ինչ տեղ է անընդհատ երաժշտություն է հնչում։ Բարև, փոքրիկ, դու գտնվում ես երաժշտության մոլորակում, որտեղ ապրում են երաժիշտները։ Իսկ դուք կարող եք օգնել ինձ կարդալ այս գիրքը։ Ցավում եմ ընկերս, ոնչոնչով չեմ կարող քեզ օգնել, բայց դու միշտ հիշիր, որ մեծագույն գանձը գիրքն է, գիրքը մարդու ընկերն է, իսկ ընկերներին պետք է կարողանալ ընտրել, և չմոռանաս, որ հավիտյան պատասխանատու ես նրա համար, ում ընտելացրել ես, դու պատասխանատու ես քո գրքի համար։
բարեկամ, ես փոքրիկ իշխանն եմ, կասեք ես որտեղ եմ գտնվում։ Ողջույն փոքրիկ, դու գտնվում ես մայրենի մոլորակում։ Դուք կարող եք օգնել ինձ կարդալ այս գիրքը։ Իհարկե կարող եմ, բարեկամս, այս մոլորակում բնակվող յուրաքանչյուր մարդ տառաճանաչ է և գրաճանաչ։ Չեմ հավատում աչքերից, ես վերջապես գտա այն մոլորակը, որտեղ կօգնեն ինձ կարդալ իմ սիրելի գիրքը։ Գիտես, փոքրիկ իշխան, այսօր մեր մոլորակում տոն է, քեզ պես գրել և կարդալ չիմացող փոքրիկներ դպրոց հաճախելով դարձել են տառաճանաչ և գրաճանաչ, և ահա նրանց հաղթանակի խորհրդանիշն է քո ձեռքում։ Այ բենարանը, եկ, միացին նրանց տոնին, որից հետո մենք քեզ կսովորեցնենք հայոց հայբուբենը և դու նույնպես կկարողանաս կարդալ և գրել։ Ինչ? Դուք ճանաչեցիք իմ գիրքը, այսինքն նրանունն ինչ է, այբենարան հրաշալի է, ես ցանկանում եմ միանալ ձեզ, ապրել ձեզ հետ այս մոլորակում և իմանալ իմ գրքի գաղտնիքը։ Ներս համեցիր, դու իմ մանուկ, սայբուբեն եղբայրների հայրենիքն է խորհրդավոր, թևավոր է երգ նրանց ճանապարհը, հարթ ու կանաչ, մեծատառը ջահել, հպարտ փոքրատառը հավերժ մանուկ, կան աշխարհում այբուբենի պատմություններ զարմանալի և հեքիաթներ արտասովոր։ Իր աշակերտների հետ շրջեց շատ երկրներով, ծանոթացավ այլ ժողովուրդների գրերին, տանջվեց, չարչարվեց և ստեղծեց մի կատարյալ այբուբեն։
Շրջել են աշխարհի աշխարհ, չի ունեցեք ունուդատար, ստեղծել է այբուբենը, մեր մեծ հույսն ու ապավենը։ Տեսիկներից են ծնվել տարրերը մեր, հողբերով են ծնվել տարրերը մեր, կոֆել, դարձե երկաթագի, քարերին են գրվել տարրերը մեր։ Ով ապրում է հայ օջախում, պիտի խոսի հայերեն, ամեն դժուն հայ օջախում, պիտի երգի հայերեն։ Չեն կարծի երբեք Փարքեզ մեզ մայստոց, փարքեզ ով աճար մենք պիտի կերտենք նոր գանձեր, որ միս հայազգը արցակից իլեր։ Ով սանեց այս բոլորը մեզ, որ խելոք լինենք, կիրք լինենք այսպես, որ սիրենք, պահենք ծատիկ պապիկին, որ պաշտպան կանգնենք մեր հայրենիքին։ Տարիներ կանցնեն, հաստատ կառնեմ ես, գրքերնից քեզնից հեռու կտանեմ, բայց երախտապարտնից կհիշեմ քեզ, առաջին եկիր, իմ այբենարան։ Այբենարանն է սրբազան, հայր մանուկ է պարտություն, բացար վարվիր հրի նման, հանճար մտքին, հանճար այրում։ Մենք հայ ենք, մեր հայրենիքը Հայաստանն է, մեր լեզուն հայրենն է, հոգով, հարուստ, մտքով ճկուն, մնաք մենք հար միշտ անկոտրում։ Դուք միշտ կապրեք մեր սուրբ տարեր, ողջ հայության հպարտություն, հայոց ազգին միշտ հայ պահող, հայոց տարեր մեր իմաստուն։ Երդվում ենք քեզ մեզ շատ մարդով, որ կխոսենք հայերեն, որ կպահենք քո սուրբ լեզուն, հայոց լեզուն հայերեն։ Երդվում ենք, երդվում ենք, երդվում ենք։
Նաստուն ձեռքով խաշկար ես նախշել։ Լուսինությունն ես արարել հզոր։ Խոնավ խցերու վանքերու մավոր։ Ֆունքա վանքի կվակ նենեքու։ Կրունքի թևի կարըտներ հարել։ Հժորը հատի կանահան ուպեր։ Ջնապար գագա սրպասոպ լիանա։ Խեկն է սախորդավ պատմության նավի։ Ճաճանչը հույսի մահից պրկության։ Մամես խարանի գտավ վանոցքի։ Յոտնալույսի մեր պայպլով շողա։ Նանիր ու պատիր աշխարում հանդու։ Շողից է սմևար արկահանած։ Ոգեղան լպսից ծյուզրական։ Չեք կորչի երբեք պարքեր ես նոյրան։ Պիտի մեր հավնեն կրկին նորանան։ Դրերով անուս տարերով սոսա։ Ռաբոներ ախեսը նախ արմուբեր։ Սասնա տանջրակ քեզնով չյանքի։ Վեհը արտար նպատակը ջի։ Դերնա զորավիկ հայ մտքին ամնի։ Ռոպեի սլար կայաս խամքարից։ Ցարենը հացիս նեգարան ես։ Ուժ էտ բրուսկի կատնե շերեղի։ Պարաշ լուսատու եկ նայն կանթը։ Հնարի լալին կրխալոն անթեր։ Եվ ոգուճիչը սրամանթը է։ Երբեք չեզնից հայի չի զատվի։ Ֆայտանը նստած անանատ է։ Sarina.
Կրկին ողջունում եմ բոլորին։ Շնորհակալ եմ շատ, որ ներկա գտնվեցիք մեր այս գեղեցիկ միջոցառմանը ու կիսեցիք մեր ուրախությունը մեզ հետ։ Միջոցառման խորագիրն ընտրելիս բավականին երկար եմ մտածել, բայց փորձել եմ այնպիսի միտք վերցնել որպես խորագիր, որը վերաբերում է բոլորիս։ Առհասարակ մեր ուսուցիչներից մասնագիտությունն ամբողջովին պատասխանատվություն է իրենից ներկայացնում եւ մենք ամեն ուժ ու եռանդ չենք հնայում, որ ամեն ինչ անենք պատվով։ Իմ հրաշք փոքրիկներ, շնորհավորում եմ ձեզ։ Դուք արդեն տառաճանաչ եւ գրաճանաչ եք։ Միասին անցել ենք երկար ու մի փոքր դժվար ճանապարհ, բայց հաղթահարել ենք, ունենք այն արդյունքը, որով որ դուք այսօր փայլեցիք։ Ես ուզում եմ, որ դուք ապրեք խաղաղ երկրում, ունենաք անհոգ մանկություն, միշտ ժպտաք։ Ու ձեր ճանապարհին, որը կտանի ձեզ կրթության եւ գիտության մոլորակ, երբևէ չհանդիպեք խոչընդոտների։ Իսկ եթե անգամ կհանդիպեք, թող այդ խոչընդոտները լինեն այն բանալիները, որոնցով կբացեք ձեր երազանքների դռները, ինչպես եւ արել եմ ես։ Ես այս խորագիրը ինքս կրում եմ ու միշտ կհիշեք, որ հավիտյան պատասխանատու եմ ձեզ համար, քանի որ ձեզ ընտելացրել եմ։ Հարգելի ծնողներ, շնորհավորում եմ բոլորին։ Ցանկանում եմ, որ լինեք այնքան առողջ, որ ձեր բալիկներին հասցնեք իրենց նպատակներին։ Ուզում եմ, որ միշտ լինեք այսքան ուշադիր, այսքան հետևողական, այսքան շատ սիրեք ձեր երեխաներին։ Ես հպարտ ու ուրախ եմ, որ հենց ձեր դասարանում եմ դասավանդում, որ հենց դուք եք իմ ծնողները եւ ձեր բալիկներն են իմ աշակերտները։ Շնորհակալ եմ շատ ձեզ։ Ընկեր Միգիջանյան, ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ։ Դուք երևի չգիտեք այդ մասին, բայց դուք ինչ շատ մեծ ուժ եք տալիս։ Ձեր տված ուժի շնորհիվ ես որպես ուսուցիչ էլ ավելի եմ ուզում կատարելագործվել։ Ուզում եմ հասնել այն ամենին, ինչ մասին փոքրիկ դեռ երազել եմ։ Ընկեր Ղազարյան, ընկեր Վարդանյան, ընկեր Գրիգորյան, շնորհակալ եմ ձեզ։ Շնորհակալ եմ ձեր սրտացավության համար, ձեր բարի խորհուրդների համար։ Ընկեր Ներսիսյան, շնորհակալ եմ, որ կաք, ու որ հենց մեր ընկեր Ներսիսյանն եք։ Ընկեր Ռուզաննա, ձեզ եմ շատ շնորհակալ։ Ընկեր Նաջարյան, ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ աշակերտներից փոքրիկ լեզվական խնդիրները շտկելու ստեղծման գործում ինձ աջակցելու համար։ Եվ հատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել մեր դպրոցում գործող Փիրումյան պարային խմբի գեղարվեստական ղեկավար ընկեր Ռուզաննային եւ Պարուսից ընկեր Լիլիթին այս ահռելի աշխատանքի համար։ Այս աշխատանքի ետևում ամիսներ շարունակ տանջանքներ են եղել, ապրումներ, հույզեր, բայց ամեն բան հաղթահարվեց ինչպես միշտ։ Շնորհակալ եմ բոլորին։ Հարգելի հյուրեր, ողջունում եմ ձեզ մեր հյուրընկալ դպրոցի հարկի ներքո։ Ուրախ եմ, որ հերթական առիթը նորից ուրախ առիթ է, որի համար հավաքվել եք եւ ուզում եմ, որ միշտ հետագայում բոլոր առիթները միշտ ուրախության առիթներ լինեն դպրոցում հավաքվելու համար։ Ուզում եմ միանալ ընկեր Ավետիսյանի շնորհավորանքներին, նորից չկրկնվել, ուզում եմ շնորհավորել բոլորին եւ շնորհակալություն հայտնել բոլոր աջակցողներին, ովքեր թեկուզ ամենաաննշան ջանքն են ներդրել, որպեսզի միջոցառումը այսօր կայանա։ Ընկեր Ավետիսյանի խոսքերին կարող եմ հավաստել, որ իսկապես խորագիրը, որ ընտրել է, իսկապես հավատարիմ է խորագրին, որովհետև մեզ ընտելացրել է, որ յուրաքանչյուր հաջորդ սերունդ ավելի կատարելագործված ու ավելի լավ պիտի ներկայանա եւ հենց այդպես էլ մնում են։ Փոքրիկներին ուզում եմ ասել, որ դուք մեզ հենց նոր ընտելացրեցիք նրան, որ ձեզանից միշտ ավելի լավ միջոցառումներ պիտի ակնկալենք եւ խնդրում եմ դուք էլ ձեր խոստմանը հավատարիմ մնաք, ինչպես նաեւ ձեր երդմանը, որ այսքան մարդու ներկայությամբ տվեցիք, որ պիտի միշտ մաքուր ու անավարտ պահեք մեր մայրենի եւ պիտի միշտ մաքուր հայերենով խոսեք։ Շնորհակալ եմ, որ դպրոցին աջակցում եք, շնորհակալ եմ, որ դպրոցի կողքին եք, ձեր ոգևորությունը փոխանցվում է նաև մեզ եւ վստահ եղեք, որ համատեղ աշխատանքը լավագույն արդյունքն է տալիս։ Մենակ ուսուցիչները կամ դուք միայնակ հաստատ այսքան արդյունքի հասնել չեք կարող։ Շնորհավորում եմ
Շնորհակալ լինենք Մեսրոպ Մաշտոցին մեզ հայերեն տառեր նվիրելու եւ շնորհակալ լինենք ձեր դասվար ընկեր Ավետիսյանին, որ ձեզ գրաճանաչ է դարձրել։ Վստահ եմ, որ այս գիտելիքներով շատ հստակ քայլերով հաստատում կգնաք առաջ եւ գիտության աշխարհում ոչ մի փակ դռներ ձեզ համար այլևս չեն մնա։ Շնորհակալություն։ Ընկեր Ավետիսյանը ոչ վաղ անցյալում մեր դպրոցի սամն է եղել, այժմ մեր գործընկերն է եւ հպարտությունս եւ ոգեվորությունս չեմ կարողանում թաքցնել, ինձ խանգարում է մի քիչ խոսելու համար, ինչքան ուրախ եմ, որ հիմա մեր գործընկերն է եւ վստահված է երիտասարդ չէ, մատղար սերնդի դաստիարակությունը։ Առաջին քայլերը շատ կարեւոր են, իսկ ընկեր Ավետիսյանը դրանք շատ հստակ եւ հաստատուն է անում։ Մի անգամ էլ շնորհավորում եմ եւ շնորհակալություն։ Սիրելի բարիկներ, շնորհավորում եմ ձեզ, իմ լավ անուշ բարիկներ, ես ինքս տեսել եմ, թե ինչ դժվարին ճանապարհ եք անցել դուք ընկեր Ավետիսյանի հետ։ Այո, այսօր տառաճանաչ է։ Ցանկանում եմ ձեզ այս օրվա նման շատ օրեր ունենալ։ Մեսրոպյան տառերը թող լինեն ուղեկիցը ձեր ամբողջ կյանքում, որ մենք էլ ձեզանով պարտանանք, որ եղել եք այս դպրոցի սան, ուրախանանք, որ մենք եղել ենք ձեր կողքին եւ ձեր ուսուցիչները։ Ընկեր Ավետիսյան ջան, շնորհակալ եմ ձեզ։ Ուզում եմ ասել, որ ձեր համբերատարության, ձեր աշխատասիրության, ձեր ուզմունքի շնորհիվ ունեցանք այն, ինչ այսօր ունենք։ Շատ շնորհակալ եմ։ Եղեք առողջ, որպեսզի կարողանանք մեր բարիկներին հասցնել իրենց նպատակը։ Սիրելի ծնողներ, ձեզ նույնպես շնորհակալ եմ եւ շնորհավորում եմ ձեր բարիկներին, այսպես ասած, տառաճանաչ տեսնեք, որ տառաճանաչ են դարձել եւ ուզում եմ իմ շնորհակալությունը հայտնել ձեզ եւ բազմիցս տեսել եմ, թե ինչքան համախմբված կանգնացեք եւ դպրոցի եւ ձեր սիրելի դասվարի կողքին։ Շնորհակալություն ձեզ եւ համոզված եմ, որ շարունակական կլինի։ Եվս մեկ անգամ շնորհավորում եմ բոլորիս այս տակրքիր եւ հիանալի միջոցով։ Ես հիանում եմ իմ Սաթենիկով, իմ Ավետիսյանով, իմ Բալիկով, իմ աշակերտուհին, ես այսօր տեսնում եմ աղբին կայունացած, բավականին հասուն եւ խոստովնալից մանկավարժի, որի համար շատ ուրախ եմ։ Ես նաեւ ուզում եմ շնորհավորել մեր այս հրաշք բալիկներին, իրենց ծնողներին, տառաճանաչ լինելու, գրաճանաչ, թվաճանաչ լինելու։ Ես ցանկանում եմ նրանց շատ վերելքներ գիտության ասպարեզում։ Այսօր իրենք մեր ապագան են, մենք պետք է տեսնենք նրանց մեր ապագայում նոր ասպարեզ մտնող, հետագայում ասպարեզ մտնող գիտնականների, մեծագույն հրաշք, մի խոսքով լավ կայուն մասնագետների, չէ որ իրենք եւ նրանք այսօր հիմք են դնում իրենց գիտելիքներին, որոնց Մեսրոպյան տարերով եւ կարող են նրանք հրաշք գործել գուցե եւ չգիտեմ, որովհետեւ մենք հույս ենք կապում։ Իրենք մեր ապագան են, մեր հրաշքվալիկներն են, որոնց հետ մենք շատ մեծ հույս ունենք, որ մեր երիտասարդ հայրենիքը ավելի կգեղեցկացնեն, ավելի կշենացնեն։ Շնորհավորում եմ նաև իրենց ծնողներին այսպիսի հրաշքվալիկներ ունենալու եւ Այբենարանի Մեսրոպյան տարերը սովորելու կապակցությամբ։ Շնորհավորում եմ սիրելի բալիկներ։ Ձեզ բարի ճանապարհ, բարի երթ։
Մենք մեր ամբողջ դասարանի ծնողների խմբով եւ ինձ հետ միասին որոշել ենք շնորհակալագիր տրամադրել մեր դասարանի ծնող կոմիտե Մելանիային այս հսկայական աշխատանքի համար։ Այն ամեն ինչ, որ դուք տեսնում եք այստեղ, սրանք զոր ու գիշեր, արթուն գիշերների արդյունք են։ Ամեն դետալը, ամեն մասնիկ, ամեն ինչի համար։ Մելանիա ջան, շնորհակալ եմ, որ դուք կաք։ Ծնող կոմիտեի օգնական